Պարոն Սաղաթելյան, արդեն 2 ժամից ավելի ինչ դատական նիստը ընթանում է, նախ ինչ ակնկալիք ունեք այս պրոցեսից, այս դատավորից եւ ինչպես կմեկնաբանեք վաղ առավոտից մեկնարկած այս գործողությունները։ Իսկ առավոտյան արդեն դրան անդրադարձել եմ, այս ամեն ինչը պետք է նայել մեծ պատկերի մեջ։ Ինչ է կատարվում, ինչ է ուզում անել օրվա իշխանությունը եւ այս ամեն ինչը ինչի համար։ Խնդիրը հետևյալն է, որ ըստ էության Նիկոլ Փաշինյանը հայտարարել է երրորդ հանրապետությունը կազմաքանդելու Թուրքիա-Ադրբեջանի պահանջով ինչ-որ նոր միավոր ստեղծելու մասին։ Զուգահեռ նաև հայտարարել է Հայաստանի Հանրապետության տարածքից նոր տարածքներ Ադրբեջանին զիջելու եւ նաև ուժի զոռով սահմանադրություն փոխելու ճանապարհային քարտեզ ըստ էության ներկայացրել։ Այս ճանապարհին փորձում են ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին տարբեր մեթոդներով, պիտակներով, հոդվածներով մեկուսացնել, ձերբակալել, ունը զրկել, վախի մթնոլորտ տարածել երկրում, որպեսզի կարողանան այս թշնամական ծրագիրը Հայաստանում իրականացնել։ Խորքի մեջ Հայաստանում սա է տեղի ունենում։ Այսօրվա հայտարարությունը տեսակ, որ Ադրբեջանի Լաչին քաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաները հանդիպել են էներգակիրների եւ այդ առևտրի հարց են քննարկում, այսինքն երկիրը հանձնել են Թուրքիայի եւ Ադրբեջանի վերահսկողությանը եւ այս ճանապարհին բոլոր խոչընդոտներին փորձելու են այսպես մեկուսացնել։ Սա է տեղի ունենում, որ ասեմ սա մեր համար անակնկալ էր, չէ։ Նախընտրական շրջանում մենք հերթով ասել ենք այս ամեն ինչը ու ամեն օր, եթե այս չարիքի իշխանությունը վերարտադրվի, երկրում ձևավորելու են մեկ մարդու իշխանություն, տոտալ դիկտատուրա, թշնամու պահանջով նրա գծած սահմանադրությամբ փորձելու են մի կախված պետություն ստեղծել ու սրանց վերարտադրությունը շատ ծանր է նստելու մեր ժողովրդի բնակչության եւ պետականության վրա։ Այսա տեղի ունենում։ Եվ սրան դիմադրելու ու սա կանխելու միակ ճանապարհը նորություն չեմ ասել, ասել եմ նախորդ տարիներին, ասելուց բացի մի քանի անգամ նաև փորձ ենք արել կանխենք այս իշխանության գոյությունը համակարգված, կազմակերպված դիմադրությունն է այս հակահայկական իշխանության։ Կա որևէ ճանապարհային քարտեզ, որ այս պահին նախատեսում եք իրականացնել, ինչ որ դիմադրություններ, ցույցեր, ինչ եք նախատեսում անել, եթե այս բռնաճնշումները շարունակվեն, բայց ինչպես տեսնում ենք, շարունակվելու են։ Բռնաճնշումները շարունակվելու են, գնալով նոր մասշտաբներ են ստանալու, Սահմանակ Քոչարյանի ընտանիքի խնդիրը չի բոլոր ընդդիմադիր ուժերին եւ առհասարակ ազգային մտածողություն ունեցող մարդիկ հետապնդվելու են այս թրկապատակ Ալիևի խամաճիկ իշխանությունների կողմից։ Հետևաբար սա ինչ-որ մեկ անձի, մեկ ընտանիքի, մեկ ուժի խնդիր չի, սա բոլորին սպառնում է սա։ Սա ենթադրում է, որ գլխավոր օրակարգային հարցերի շուրջ այնինչ ազգային ժողովում ինքը ներկայացրել է սահմանադրական բարեփոխումներ, հարձակում եկեղեցու վրա, Տիգրանաշենի եւ այսպես կոչված այլ անկլավների հանձնում։ Այս թեմաների կանխելու շուրջ պետք է ընդդիմադիր դաշտում ձևավորվի լայն կոնսոլիդացիա, կուզեք անունադրեք ոչի ճակատ, ինչ որ կուզենք անունը դնենք եւ սեղանին դրվի մի ծրագիր, այս ամեն ինչին դիմադրություն ցույց տալու, հակազդելու եւ փոփոխություն հասնելու համար։ Սա է ճանապարհային քարտեզը, սրա դետալներն էլ մենք ամբողջությամբ պատկերացնում ենք, նա մեր փորձառությունը հաշվի առնելով։ Հիմա մնում է կարողանանք իրական այդ համախմբումը ստանանք եւ այս ամեն ինչը կանխենք։ Հակառակ դեպքում սա ավելի նոր ծավալները ստանալու իր բոլոր հետևանքները։ Պարոն Սաղաթելյան, փաստացի ԿՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, ինչ եք կարծում, ինչ քայլերի կգնա, ինչպես է պատրաստվում այդ սահմանադրական չակերտավոր բարեփոխումներն անել։ Երբ որ ԿՊ-ն ասում է ես ունեմ ժողովրդի կողմից մանդատ, ինքը նույնիսկ դատախազ նշանակելու մանդատ չուներ, գողացավ այդ ԿՎ-ները, որ դա ապահովի։ Հետևաբար ինքը սահմանադրական մեծամասնություն չունի եւ սահմանադրություն փոխել չի կարող։ Փորձելու է գնա ապօրինության ճանապարհով։ Կամ փորձ է անելու ճնշել падգամավորներին, որը ես չեմ կարծում որևէ կերպ օգուտ է տալու, կամ գտնելու այլ ճանապարհներ, ոնց որ հայտարարում են։ Դրանք բոլորը հակասահմանադրական ճանապարհներ են եւ մեր խնդիրն է դա կանխել ու թույլ չտալ։
Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա սահմանադրություն։ Դա մենք չպետք է թույլ տանք։